Երեք ժամը 8:30-ի սահմաններում հիվանդանոց է տեղափոխվել դեպքի վայրից, ըստ երևույթին Քութայիսյան փողոցի վրա կատարված վրայի երթի հենց դեպքն է, 3 երիտասարդներ, որոնք անմիջապես հոսպիտալիզացվել են, ենթարկվել են համապատասխան հետազոտությունների և միաժամանակ առաջին բժշկական օգնություն։ Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված 3 երիտասարդ տղաներից 2-ի առողջական վիճակն ըստ բժիշկների այժմ էլ ծանր է։ 20-ամյա Արթուր Հովհաննիսյանը վրաերթի պատճառով ստացել է գանգուղեղային վնասվածք, մարմնի տարբեր մասերի սալջարդ։ Բժիշկները նրա վիճակը բնորոշեցին ծանր, բայց կայուն։ Առավել ծանր է 21-ամյա Վաչագան Ադամյանի վիճակը։ Վերջինս ստացել է կոնքոսկրերի բեկորային կոտրվածք, կողի խախտում, սրունքի կոտրվածք և գտնվում է ծանր շոկային վիճակում։ Ու համապատասխան միջամտություններով հաջողվեց շոկային վիճակից դուրս բերել։ Վիճակը ծանր է, բայց կայուն է։ Երիտասարդը լուրջ երկարատև բուժման կարիք ունի։ Ըստ Խաչատուր Կարապետյանի 3 ընկերներից միայն մեկը՝ Արարատ Հակոբյանն է ստացել թեթև մարմնական վնասվածքներ, ով նախնական բուժօգնությունից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։ Սակայն նույնը բժիշկները չեն կարող ասել Վաչագանի և Արթուրի համար։ Նրանց երկարատև բուժում է հարկավոր։ Գանգուղեղի ուշիվ է սալջարդ և գանգի հիմի կոտրվածքը, որն որ ամեն րոպե կարող է միսի բարդություններ տալ։ Եվ Արթուրը և Վաչագանը ունեն շատ ծանր մարմնական վնասվածքներ։ Իսկ Շիրակի մարզի քննչական բաժնից տեղեկացանք, որ երիտասարդներին վրաերթի ենթարկած Mercedes-Benz մակնիշի մեքենան վարել է Գյումրի քաղաքի բնակիչ Հենրիկ Մկրտչյանը, ով դեպքից անմիջապես հետո փախուստի է դիմել ու մինչ այժմ վերջինիս գտնվելու վայրի մասին տեղեկություն չկա։ Փոխարեն նստավակ քննիչ Սահակ Մկրտչյանի հայտնի է, որ մեքենան իրենը չի եղել, այլ Փոքրաշեն գյուղի բնակիչ Արթուր Վարդանյանին է։ Դեպքի վայրում կատարված ուսումնասիրությունները թույլ են տալիս նախնականով ենթադրել, որ մեքենան Շիրակացի փողոցից երթևեկել է դեպի Կարեն Դեմիրճյան փողոց, ինչ-ինչ պատճառներով հարվածել այս նորակառույցի պատին, այնուհետև վրաերթի ենթարկել երիտասարդներին։ Հարուցվել է քրեական գործ, իսկ դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, դրանք կպարզի առաջիկա փորձաքննությունը։ Տեղեկացնենք, վիճակագրական տվյալները փաստում են, որ վերջին 10 օրերին Գյումրիում ճանապարհատրանսպորտային պատահարների և վրաերթերի դեպքերի թիվն ավելացել է։ Նման 12 ծանր դեպք է գրանցվել, որոնցից մեկը մահացու ելքով։ Հերմինե Մկրտչյան, Գրիգոր Շաղոյան, Գալանյուս։